Բարի գեսոր բոլորիդ, շնորհակալ ենք Աստծուն, որ Աստված կյանք տվավ, նորեն միասին հավաքվեցանք Աստծո խոսքը սերդելու։ Մենք պիտի շարունակենք մեր սերդողությունը, սպասելով, այդ ճիշտը միավորելով, միապանելով այսքան երկինք ու երկիրը։ Քրիստոսը Փիլիպպեսյան եւ Գողոսացիոն թղթերուն մեջ հիմա մենք ասքանի ժամանակները Փիլիպպեցերուն քիրքը կամ Փիլիպպեսյան թուղթը գսերդեինք, այսօր պիտի ամփոփենք Փիլիպպեցերուն թուղթը, պիտի վերջացնենք, վերջը մյուսը պիտի անցնենք։ Ուրեմն սկսելեն առաջ աղոթենք։ Երկնավոր Հայր, շնորհակալ ենք Տեր, որ դու քո Սուրբ Հոգիովդ խոստացել ես, որ մեզի հետ դլաս եւ մեզի ուժ կարողություն դաս, որովհետեւ քո խոսքդ կայանանք ավելանել, քո բարի լուրը տարածել։ Երկնավոր Հայր, հիմա որ քո խոսքդ պիտի ցերդենք, խնդրեմ, որ զորացնես մեզի, ինձի եւ Սուրբ Հոգին լեցությունով լեցնես, որովհետեւ դու լաս խոսողը։ Եսուսի անունով խնդրեցի, անոր թափածարան արժանիքով։ Ամեն։ Ամեն։ Մեր գարտալու սորվելու համարներ Փիլիպպեցիս 4:6 գարտանք։ Կանիմը համարով միենք, հապա ամեն բանի մեջ աղոթքով ու աղաչանքով խորհրդունով մեկ դերձեր խնդրված Աստծո հայտնի ըլլա։ Այո։ Ամեն։ Մեզի փանացև մգուդա Աստված, թե մենք մեր աղոթքը ինչ տեսակ պիտի լա։ Փանացև մնե։ Առանց հոգ անելու, այսինքն առանց նեղվելու, առանց ճնշվելու, աղոթե եւ աղաչե Աստծո, բայց քոհությունով եւ քոհությամբ լա։ Երբ որ գխնդրես բամը, միևնույն ժամանակ քոհ եղիր դրանց համար։ We're going to read in Philippians 4:6. Ուրեմն ասկիրքը շատ լեցուն էր, արժեքավոր տասերով եւ կենցաղային կյանքի համար կարևոր խորհուրդներով, մեր ամբրուստին համար պրակտիկ խորհուրդներով շատ լեցուն էր։ Պողոս առաքյալը մեզի գսորվեցնե ինչպես կնանք ուրախ կյանքով ապրել։ Ադոր խախտիկները ինչ է, որ մենք կնանք ուրախ լալ։ Երբ որ իրադարձությունները այնպես չեն, ինչպես որ մենք կգնգալենք, մեր ուրախություն չեն պատճառել մեզի, կամ ինչպես որ գցանգայինք, որ շատ ավելի այդպես կլա, քան թե մենք ուզենայինք, Պողոս առաքյալը գսե պետք չունենք անհանգստանալու, տագնաբելու եւ գամա հուսալքվելու։ Ասի շատ կարեւոր է։ Երբեմն մարդիկ հուսահատած են, կյանք են գհուսահատին եւ ապրելու սիրտ չեն ունենար։ Բայց Պողոս առաքյալը գսե որ երկինք նայենք, Հիսուսին նայենք եւ չհուսահատենք։ Ադոր փոխարեն Աստված մեզ սկզբունքներ գորա, ովքեր որ մեզի կօգնեն ներքին ուժ գտնալու, թիմագայելու կյանքի մարդահրավերներուն, քանի որ ներկան եւ ապական Աստծո ցերկին մեջն է եւ Աստված մեզի ամեն բան կուտա, ինչի գարիքը որ մենք ունենք, պետք չունենք ադու համար հուսահատվելու։ Որպես քրիստոնյա մենք Աստծո երկնային թագավորության քաղաքացիներ ենք։ Երբ որ մենք աս երկրին քաղաքացիներ եղանք, աս երկրին օրենքներուն հավեմատ կացինք, աս երկիրը մեզի սկսավ հոգ տանելու։ Երբ որ մենք երկնային թագավորին քաղաքացիներ ենք, երկնային թագավորը մեզի կսկսի հոգ տանելու։ Ուրեմն երբ որ որպես երկնային թագավորության քաղաքացիներ, մեզի արտոնություններ տված է Աստված, հրաշալի արտոնություններ, միևնույն ժամանակ բարդագայություն։ Մեր արտոնությունները Աստծո կխնդրենք, ճարաճ քարոզի մեջ լսեցինք, գաղոթենք եւ Աստված մեզի բժշկություններ կուտա, գարաշնորհ է, կհոգա, ասոնք Աստծո արտոնություններն են։ Աղոթքը արտոնություն մնե։ Եվ նաեւ ունենք պատասխանատվություն, երբ որ ատ քաղաքացին ես, Աստծո քաղաքացին ես։ Մարդիկ կան, որ երբեմն կտեսնած կուս ամնոց նման ալալ, հատկապես երեխաները, բայց հիմա շատ քեշ է դուրսեն մեկը տեսնա, որ ադոր բեսը լա, քանի որ ընդհանրապես լավ օրինակ չեն ծառայել։ Ամենը լավ օրինակը ծնողը պետք է լա իր զավակին համար, երբեմն ադիալ կթերանա։ Երբ որ դուրսը գնայիս, գրեմփագոծվիս կարծես թե մոլորեսնող խայտ ըսկայացուն իմաստություն չունեցող կյանքի դժվարությունները ցույց բերող պատկերներով։ Անշուշտ է Պողոս առաքյալը աստիվին չի գար, որ իրեն վրա ասանք ռմփագոծվեր ատեսակ բաներ, սակայն իրեն ժամանակն մարդիկ անփարայական եւ չար էին։
իրեն ժամանակն ալ քեշություն շատ էր, ինչպես որ այսօր մեր օրն է։ Բայց հարցը այս է, որ մենք ինչպես կանդրադառնանք ադոր, ինչպես կարծականքենք անոր։ Ուրեմն գարտանք Փիլիպպեցիս 3:17-19 համարները։ Փիլիպպեցիս 3:17-19։ Tunches kogovet. Okay. Նա մեկը թողարտա 17-19։ Փիլիպպեցիս կան 3 երրորդ երրորդ գլուխ 17-19։ Ես կարդամ։ Okay, գարտա։ Ինձ նմանող եղեք եղբայրներ, ու նայեցեք անոնց, որ այդպես կքալեն, ինչպես որ մեզի օրինակ ունիք, բասնզի շատեր կքալեն, որոնց համար շատ անգամ ձեզի գսի եւ հիմա լալով կխոսիմ, այսինքն Քրիստոսի խաչին թշնամիներուն համար, որոնց վերջին գորուստը է, որոնց ասվածը իրենց որովանին է, անոնց փառքը իրենց ամոթն է, որոնք միայն երկնավոր բաներուն վրա կմտածեն։ Այո, շնորհակալ եմ։ Հետաքրքիր քանի բաներ կա այստեղը, ողոսարակսը ինձի նմանող եղեք, ինձի պես եղեք, եւ աս Քրիստոսի թշնամիուն համար ինքը գուլա։ Ինչսա քսեր գտրսեվորը Քրիստոսի թշնամիուն համար, որ անոնց համար լալով գաղոթե, որ անոնք կսենք ասոտ առնան։ Քանի Քրիստոսի խաչի թշնամիներն անոնք կսե, բայց սեր ունի անոնց հանդեպ։ Ուրեմն իրեն Պողոս առաքյալի նմանողը լանք։ Շատերը կքալեն գսե, բայց անոնց կորուստը մահ է, ինչու համար կքալեն կարմիան իրենց որովանին համար կմտածեն։ Այսինքն հիմա ասվարգյանին ես ինչպես լավ գսկամ, ինչպես կարոզի մեջ տալ հսվեցավ, հիմակվա հաջուկիս եդևեմ պիտի ինամ։ Ինչ որ գուզեմ, անդի պիտի անեմ։ Առանց աբական մտածելու։ Ուրեմն գսե այդ տեսակներուն վես մի լակ, անոնք խաչի թշնամիներն են։ Բայց անոնց համար լալով գաղոթե, որովհետեւ անոնք փոխվին։ Անոնց ամոթը իրենց որովայնն է, միայն փառք է, ամոթ չունին։ Ասոնք Քրիստոսի չեն ծառայել, այլ իրենց որովայնին ծառայեն։ Ուրեմն թե միայն Հիսուս է մեր գադարյալ օրինակը, ուրիշներ ալ կան, որ կրնան լավ օրինակը լավ։ Միևնույն ժամանակ ես ինչ տեսակ օրինակ կծառայեմ թիմացինին։ Հարցը հոնգու կա։ Ուրիշին նայել չէ, միայն ես ինչ տեսակ կնայվիմ։ Փիլիպպեցուր 20-21 համար գարտանք։ Այս երկարականությունը երկինքն է, ու երբ սպասենք ռճին դեր Հիսուս Քրիստոսին, որ գիտին որոք է մեր հոնար մարմինը, իր որ մարմին երբանքն ելուք զորություններով, որ ով է ամեն իրեն մտան Այո։ Ուրեմն մեր քաղաքականությունը կամ մեր քաղաքացիությունը հոչ չէ, երկինքն է գսե։ Ու ուրեղեն մենք կսպասենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Քիչ առաջ քարոզին մեջ նորեն խոսվեցա, որ իրեն գերբարանքին պիտի նմանցնե մեզի, երբ որ ինքը վերաթարնա, մեր գերբարանքը պիտի փոխվի, իրեն փառավորյալ գերբարանքը պիտի առնենք։ Պիտի նորոգե մեր խոնար մարմինը։ Եվ ինքը ադիկա կարող է նելու, քանի որ գնա հնազանդեցել ամեն բաներին։ Ինքը մեզի ստեղծեց, հողենը ստեղծեց, գնա նաև at մեկ նույնիսկ մեռած մեր մեկ բջիջեն նորեն մեզի գնա ինքը վերագենթանացնել։ Հոբ 19-ին մեջը բամը գաբիդ գարտամ։ Վասնզի գիտեմ, թե իմ փրկիչս ողջ է։ Ու անիկա վերջին ժամանակը պիտի ելե երկրի վրա։ Գտեսնակ վերջին ժամանակը գսի, որ վերջավորություն մը գա։ Ու թեև մորթես ետքը այս հատ փչանա, այսինքն մարմինս փչանա, փտտի վերջանա,
Բայց իմ մարմինովս Աստված պիտեսնեմ։ Ես ինձի համար պիտեսնեմ ու իմ աչքերս պիտի դիտեն զանիգա եւ ոչ թե ուրիշը։ Ուրեմն հետաքրքիր է հոբը, որ Քրիստոսը հազարավոր տարիներ առաջ ապրած էր։ Գխորվի թե ինք ամեն առաջին քիրքը եղած է հոբը։ Հոբը գհավադար, գիտեր, որ նույնիսկ եթե փչանա նորեն Աստված իրեն յետ մարմին պիտա եւ ինք իր աչքերով ուրիշը չէ, ինքը պիտեսնա Հիսուսը։ Ասի հոբը գսե։ Այսօրպես շատ մահամաններ կան, որ Հիսուս գսե ի վերջո վերջին թշնամին մահն է, որ պիտի ոչնչացնե։ Այսքան Բողոսին համար, Բողոսարաքյան համար մեր երկնային քաղաքացիությունը գերարե հարության եւ հավերժական կյանքի խոստումը, որ ամբողջովին նոր քոյության մեջ, որն այժմ հազիվ գնանք պատկերացնել։ Չենք գնալ Երևանայել երբեմն, բայց գնանք հավատքով հավատալ, Աստծո խոսքին հավատալ։ Քանի որ աշխարհը ովևէ մեկ հավերժական բան չի դար։ Կարդանք 4-րդ գլուխ 47 համարները։ 4-րդ գլուխ 47 համարները։ Մեգեն 3-ը ինչ եղավ, ուր գնաց։ 4-րդ Մեգեն 3-ը առաջ։ Շիդագե, կորսվեց ավանդին։ Սիրելի եւ բարձրի եղբայրներս, իմ ուրախությունը պատասխանատս այսպես հաստատում եցեք Տիրոջով սիրելիներս եւ օդիային կաղաչեմ ու սյունիքին կաղաչեմ, որ միևնույն խորհուրդը ունենա Տիրոջով։ Իրանք քեզի ալ կաղաչեմ իմ հարազատ լծակիցս, դու նալ օգնական եղիր անոնց, որոնք ինձի հետ աշխատեցան ավետարանին մեջ Ռեմեսի եւ մյուս գործակիցներուս հետ, որոնց անունները կենաց գրքի մեջ են։ Շնորհակալ եմ։ Հոս հիմա ատկե առաջ անցնելին առաջ նախ ինքը միապանության գուզե գանչել բոլորը։ Ասորալ գաղաչեմ, անորալ գաղաչեմ, որ միևնույն խորհուրդ ունենան Տերոջով։ Ուրեմն աստեղը երկու քույրեր գային, որ իրարու հետ քիչ ասիասավ ունեին, իրարու հետ համացայն չէին որոշ բաներու մեջ եւ եկեղեցին մեջ նեղություն գելեր իրենց խոսքերեն։ Հիմա էլ գա դիգա։ Եկեղեցին մեջը մեկը բամը գսե մյուսը լավ չի հասկնար, կամ հարգարակ կհասկնա նեղություն գել է։ Հոսալ այդ նեղությունը գար։ Պողոսարաքյալ ժամանակ ալ եկեղեցի մեջ նեղությունը գար։ Դուրսն ալ գար, այո։ Բայց կսե փորձագիցներս կան մեջը, աշխատենք միասին աշխատենք Աստծո ավետարանին առաջացման համար։ Անոնց անունները գենաց քրքին մեջն են։ Հիսուսով փրկված են, ուրեմն միապանալ եղեք։ Միապանություն գուզե որ Բողոս ունենան։ Եվ ատկե վերջը, գարտանք 47 համարները։ Ուրախ եղեք Տերոջով ամեն ադենտար ծերդեսեմ ուրախ եղեք։ Ձեր կապությունը ամեն մարդու հայտնի լա դերմոդ է։ Անիմը համար հոգնին եք, ապա ամեն բանի մեջ աղոթքով, աղաչանքով, կողությունով նեկտեր ձեր ընտրված կը Աստծո հայտնի լա։ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքի վեր է, ձեր սրտերը ու մտքերը Հիսուս Քրիստոսով պիտի պահպանե։ Ամեն 47-ներ։ Ամեն։ Ուրեմն հոս ուրախության մասին նոր են գխոսի։ Շատ ասկիսքի մեջ շատ ուրախության մասին խոսեցավ։ Չնայած Բողոս Արաքյալը միշտ գսե ուրախ եղեք, նորեն ուրախ եղեք, ասոզմով ուրախ եղեք, հիմա նորեն գսե ուրախ եղեք։ Ոչ թե առանց պատճառի Հիսուսը մեզի համար ասած է, որ մենք պետք չէ անհանգստանանք։ Մեզի հիշեցնե, որ մեր բոլոր հոգսերը, անհանգստությունները հանցնենք Տերոջը, որովհետև անիգա գնա հոգ տանի մեզի։ Եվ վերջը հույս կուտա մեզի, գսե Տերոջը քալուստը մոդ է։ Ուրեմն անհանգստության հագաթույնը ամեն ինչին մեջը հավատքով աղոթելն է։ Ըստ երևույթին մենք պետք է հավատանք եւ կործենք համաձայն մեր աղոթքի, որպես թե արդեն ստացած ենք պատասխանը։ Երբ որ գաղոթես, հավատա, որ այդ պատասխանը եկած է։ Եվ դեռ չես տեսած, մենք պետք չէ եւ պետք է աղոթենք քողությամբ, շնորհակալությունով։ Աղաչանք բառը նշանակե ծայրահեղ եւ անհետացկելի ժամանակներ։
այսինքն դեղը հասել ես, որ չի ասփանը գաղաչես այլևս դեղը հասես, որ չի հետացկվի, ժամանակ չի գա, անդու համար գաղաչես, որ ասփանը գադարվի քեզի համար։ Մեր autoreks եթերևս խնդրանք են, բայց մենք կրնանք վստահ հալալ, որ մեր խնդրանքներ ընդունված են, քանի դեռ մենք կխնդրենք ըստ Աստծո կամքի։ Ատկե վերջը կրնանք հանգստանալ եւ խաղաղություն ունենալ, իմանալ, որ մեր բոլոր խնդրվածները Աստծո ցերկերուն մեջ են։ Երբ որ մեր նեղությունները Աստծո ցերկը կհասնենք, Աստված մեզի դարբեր խաղաղություն կտա մեր սիրտին մեջ եւ կհանգստանանք։ Ոսքանի մփաներ գալ Աստծո խաղաղության մասին ուզեի գարտալ, եթե մեկը կրնա փանալ Սամոս 29:11 Արաքմը եւ Եսայի 9:6 Եսայի 9:6 Սակի Սամոս 29:11 Եսայի 9:6 Ցելապացի նեգարտա Վասզի մեզի մանուկ մծնավ, մեզի որդի մդրվեցավ եւ իշխանությունը անոր ուսեին վրա պիտի ըլլա եւ անոր անունը պիտի գոչվի սկանչելի խորհրդագից հզոր Աստված հավիտենականության հայր խաղաղության իշխան։ Շնորհակալ եմ։ Ուրեմն Հիսուս է մեզի խաղաղություն տվողը, եւ կտեսնանք, որ 5 դագային մեջ արդեն իսկ ըսված է, որ ինքը խաղաղության իշխան պիտի լա։ Սամոս Դեր ես ժողովրդին զորություն պիտի դա, դեր ժողովուրդը խաղաղությունով պիտի օրհնի։ Ուրեմն Աստված կուզե, որ մենք խաղաղություն ունենանք։ Աստծո կամքը մեզի համար խաղաղություն ունենալն է։ Աստված չուզեր, որ մենք անհանգիստ վիճակ ունենանք։ Ասի կուզեմ գիտեմ, որ մենք բարի Աստված ունենք, լավ Աստված ունենք, հիանալի Աստված ունենք։ Ղուգասի մեջ է գարտամ 2:14 Երկինքի փառության մեջ Աստծո փառք, երկի վրա խաղաղություն, մարդոց մեջ հաճություն։ Երբ որ Հիսուս ծնվեցավ, հրեշտակները ինչ ավետեցին բարի լուր տվին մարդոց երկրի վրա խաղաղություն։ Եվ այսօր բես ուրիշները ալգան եկադալ գարտանք առաջին օրենտացիս 14:33 Վասնզի Աստված խռովության Աստված չէ, հաբա խաղաղության, ինչպես սուրբերուն բոլոր եկեղեցիներուն մեջ։ Ուրեմն Աստված խաղաղության Աստված է։ Եթե անհանգիստ վիճակ ունես, գիտիր, ադիգա չարը նենողը, թշնամին նենողը, Աստված չէ, որ քեզի ադիգա գուտա։ Եվ Աստծո խաղաղությունը փամն է, աշխարհը մեզի երբեք չի գնար այդ խաղաղությունը տալ։ Քանի մենք վստահություն ունենք հավերժական կյանքի վրա, այդ պարգև է Հիսուս Քրիստոսի միջոցով, ադի մեզի նվեր է։ Մեգում ինչպես կնաս նկարագրել Աստծո խաղաղությունը։ Գիտեք պատմություններ կան, երբեմն գսեն, որ խաղաղությունը նկարե, ամեն մեկը փամը կնկարե, մեկն ալ կնկարե ձարմը եւ փույնը ժայռին վրան է, փույնը ժայռին վրան է եւ դուրսը ալիքներ կան, հողմագոց ամեն ձարը կշարժի, բայց իրեն փույնը ժայռին վրան է, ինքը հանգիստ է, խաղաղություն ունի։ Դուրսը անհանգիստ կրնալ, բայց ներսը խաղաղություն ունի։ Վերջերս պամը դեսա 1000 հոգի մեկ կողմետ, 1000 հոգի մյուս կողմետ կսե 45-ի պատերազմի ժամանակ ասեի դասարդը, որ երբեք մեգումը չի գրագեց, բայց 4 տարի պատերազմին մասնակցեցավ եւ Աստված ինչպես իրեն բահեց, քանի որ ամեն օր գաղոթ էր եւ ոչ միայն ինք, այլև ով որ իրեն մտի գրավ զինվորներեն, անոնք ալ ազատեցան իրեն հետը այդ պատերազմին։ Աստծո խաղաղությունը մարդկային ընկալումը գացնի, կերազանցե եւ կբահե գսեցեր սրդեր եւ մտքերը Քրիստոս Հիսուսով, հանգիստ կլաս։ Ներքին խաղաղություն մեկ շատ կարևոր կորձոն է Աստծո կամքին ներթաշնակ ապրելը։ Երբ որ Աստծո կամքին համեմատ կապրես, գիտես որ խաղաղություն ունենաս։ Հիմա գսեն քող սիրտը թող, շիդագ է։ Եթե դու քողություն ուզես անել, աշուշ թե խաղաղություն բի չունենաս։ Ասա եկամ սուտ խոսեցար մեգումը, միշտ միտքիդ մեջ ադիգագա աման համակ չփռնվիմ, խաղաղություն չես ունենալ։ Ուրեմն կարևորը որ Աստծո խոսքին համեմատ ապրես, որովհետեւ այդ խաղաղությունը գադարալ լասեդիտ մեջ։ Բայց գիտես, եթե սուտ խոսես,
սրբոքեն քեզի հանգիստ միջիցեք։ Սուդա չխոսի, սխալ բանը անես դու Սուրբ ոգին քեզի հանգիստ չծկեր։ Այո։ Ուրեմն Աստծո կամքի ներդաշնակ ապրիլը կարևոր է, մեծ խաղաղություն կա քո օրենքը ծիրողներուն համար եւ քայթաղություն չկա անոնց համար, գսե Սամոս 119-ի մեջը։ Կարդանք Ֆիլիպեցիս 4:8-9 համարներն։ Վերջապես եղբայրներ, ինչ որ ճշմարտությունով է, ինչ որ պարկեշտությունով, ինչ որ արդարությունով, ինչ որ մաքրությունով, ինչ որ սիրով, ինչ որ բարի համբավով, ինչ առաքելություն եւ ինչ գողություն որ կա, անոնց մասին խորեցեք։ Այո, 9-ն էլ։ Ինչ որ սորվեցանք ու առինք եւ լսեցինք ու տեսանք իմ վրաս, զայն ըրեք եւ խաղաղության Աստվածը ձեզի հետ պիտի լա։ Այո, խաղաղության Աստվածը ձեզի հետ պիտի լա։ Գուզես որ խաղաղության Աստվածը հետ լա, ուրեմն աս առաքինությունները, որ Պողոս Արաքյալը մեզի գուտա, ասոնց մեջը պետք է լանք։ Առաջինը ճշմարիտ։ Պատահական չէ գսե ցանկը գսկրի ճշմարտության մեջ։ Ինչը շիդագ է։ Շատ անգամ հարց կա, ասի է շիդագը, չեն ասի է շիդագը, ինչպես պիտի գիտնան, որ մեկն է ճիշտը։ Սուրբ Գիրքին կնա, բաց նայիր, որ ինչ է շիդագը։ Շիդագին երևեն կնա, ճշմարտության երևեն կնա։ Մի իսեր, որ օ իմ եկեղեցիս, իմ քարոզիչս, իմ քահանաս ասան գսավ, չէ ճշմարտությունը որ մեկն է։ Ադոր երևեն կնա։ Երկրորդ պարգեշտ։ Հունարեն բառը գսե անձնական առաքինություն նշանակ է։ Այսինքն ողջամիտ, պարգեշտ մարդ։ Երրորդ արդարը լալ։ Աստծո արդարության բնավորությունը քո մեջ ներկորզվի։ Չորրորդ անարատ, միտքդ աղդոտ բաներով մի սփախցներ։ Աղդոտ բան մի ցկեր, որ միտքիդ մեջը կա։ Նույնիսկ երբեմն ջոկեր գլան, անեկդոտներ, գադակներ գլան, երբ որ աղդոտ է, տուն հոն մի խոսիր, ոչ լսե, ոչ ալ մտածե, ոչ ալ ադիգա գրկնե։ Ուխիլ միտքդ մաքուր բահե։ Անարատ թողլա։ Սիրելի, քեղակիդական քեղեցկություն, որը լայնորեն կտեսնվենք Աստծո ստեղծարության մեջ։ Փամը տեսած որ քեղեցիկ է։ Երբեմն նկարներ կա, որ աչափ տքեղ է, որ սիրտդ կխառնվի, կամ վախ կգարաչացնե մեջդ։ Անտանք բաները հերու գեցիր, ինչ որ քեղեցիկ է, գիտես որ Աստված ամեն բան քեղեցիկ է, դա ծաղիկներուն գնայես, ինչքան քեղեցիկ է, համաչափ, ամեն բան քեղեցիկ է։ Սիրելի, քեղակիդական քեղեցկություն, որը լայնորեն կտեսնանք նույն Աստծո գործին մեջ, սիադիգա։ Բարեհամբավ, բարի, քրավիչ եւ շտորալի, առաքինություն եւ քովասանք։ Այսօր եղբայրներ ինչ որ առաքինի է եւ քովելի է, մենք պետք է խորինք այս երկնային առաքինությունների մասին։ Բոլոր գասկածները եւ հնարավոր թիրիմացությունները վերցնելու համար Պողոսը գոչ կնե կյանքիդ մեջը կորձաթել ան ինչ սորված ես։ Սուրբ Գիրքեն ինչ որ սորվել ես, անիկա կորձատրե։ Ինչ որ լսել ես, ինչ որ տեսել ես, քուսեպական օրինագիտ մեջը նաեւ։ Ուրեմն առաքինություն եւ քովասանք։ Այս բաներուն մասին մտածեք գսե։ Ասիկա ֆորմուլա մնե։ Փաղատրիչ մնե, ասոս մասին մտածե։ Երբ որ ասոս մասին կմտածես, կսես, ասիշ բանը շիդագ է։ Այո կամ ոչ, ոչ է, մի մտածեր ադոր մասին։ Ասիշ բանը քեղեցիկ է, ասիշ բանը արդար է, ասիշ բանը սիրելի է, անարատ է, արդար է, առաքինի է։ Այդ բաներուն մասին մտածե։ Եթե ոչ, մի եներ, մեկ կողմ գեցիր։ Կարդանք Ֆիլիպեցիս մեր վերջին դեղն է։ No, վերջին չէ, 4:14-20։ Ես Այո, 4-ն 4:14-20։ Հայց աղեք ըրիք, որ իմ նեղությանս մեջ ինձի օգնեցի։ Դուք հալ գիտեք Ֆիլիպեցիները, որ երբ ավետարանին սկիզբը եւ Մակեդոնիայեն ելա, եկեղեցի մնալ ինձի չօգնեց, դալու եւ առնելու կողմեն։ Հապա միայն դուք, որ մեկ-երկու անգամ ինձի պետք եղածը Թեսաղոնիկե գրգեցի։ Ոչ թե ես դուրքմը կփնտրեմ, հապա բդուղ կփնտրեմ, որ ծեր հաշիվին վրա ավելնա, բայց ես ամեն բան արած եմ ու արադորեն ունիմ, լեցված եմ ես Եբրափոսի ցերկով,
ծեր գրգազները ընդունելով, որ անուշ խոտ մնե, ընդունելի բադարակ, Աստծո հաճելի, եւ իմ Աստվածս ծեր ամեն բդույքը պիտի լեցնե իր ջողության չափովը, Փառքով Քրիստոս Հիսուսի ցերկով, արդ Աստծո ու մեր հորը Փառք Հավիդյանս Հավիդենից ամեն։ Ամեն։ Ուրիշ մեկն ալ դեր ուներ 10-13 Ֆիլիպեցիս 10-13 10-13 Տուն կարդացի։ մեծ ավե։ 10-րդ Հա, կանյալ կարդա հաջիս։ Մեծապես ուրախացա դերոճմով, որն վրաց ունեցած հոգերնի հիմա նորոգվեցավ, ինչպես հոգայիք ալ միայն թե բատեղություն չունեիք, ոչ թե կարության համար գսեմ, բացնձե ես սորվեցա զոհրլավ իմ գտնված վիճակիս մեջ, գիտեմ չկավորություն կաշելը, գիտեմ շանտ ունենալը ամեն բանի մեջ, ամեն կերպով աղեք սորվեր եմ թե գշտանալը, թե ամոթենալը, թե շանտ ունենալը և թե բագաստում կաշելը, ամեն բանի կարող եմ անով որսիս զորացուց, բայց աղեք ըրիք, որ իմ նեղությանս մեջ ինձի օգնեցիք։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն ծայրահեղ հանգամանքներ կառաջանան երբեմն սով, հիվանդություն, վնասվածք, կորուստ եւ մարդը կսկսի մտածել այն բաներուն մասին, որ կարեւոր են։ Այդ վարյաններուն կարեւոր բաներուն մասին կսկսես մտածել եւ քնահատես այն օրդությունները, որ սովորաբար կընդունվի որպես ինքնին բամը։ Օրինակի համար, եթե ոտքդ կոտրած է, օրինակի համար, կսկսես մտածել, որ որչափ կարևոր էր ոտք ունենալ եւ քալելը։ Հիմա որ նստած ես, չես գնալ քալել, կտեսնաս որ քալելը որչափ կարևոր է։ Ասած որ ասելի կանե որ երբ որ նեղության մեջ գինաս, այանդեն կգտնաս, թե ինչ է կարևորը կյանքիդ մեջ։ Երբ որ նվաստացած ենք կամ գրեթե ոչ մեկ բան ունենք, այդ ժամանակ ավելի մեր հավատքը հանգամանքներն ավելի վեր գելը։ Ձերքդ բամը չի մնաց։ Ուրեմն Աստծո վրա ավելի կհենվիս, քանի որ դու քո վրա չես գնալ հենվել։ Բայց հակառակն անգա, երբ որ մենք կաբրինք փարգավաճման մեջ, ամեն բան ունենք, այնադեն կգիտակցենք, կխորից որ տուներ իր կամ ասիասանգա բիդելլա, բայց կրնալա որ մեկ անգթարդի մեջ ամենը անհետանան, ինչպես որ հոբին ժամանակը եղավ։ Պողոս Հարաքյանը հոբը գսե մեզի հետ փամը քերեզման բիչի դանինք։ Ուրեմն Սամոսի մեջ կսե դեր իմ հովիվս է ես ոչինչի գարիք չունիմ։ Սուրբ Քիրքին հետ երթասն է, Աստծո հետ քալեսն է, բանի մը գարիք պիչունաս։ Մատթեոս կսե որտեվ ծեր երկնավոր հայրը գիտե, որ դուք ամեն ինչի գարի, ինչ բանի որ գարիք ունիք, ծեր երկնավոր հայրը գիտե։ Հոգ մի ներադոր մասին։ Պետրոս մեջը ծեր ամբողջ հոգսը անոր վրա կդրեք, որովհետև անեգա ցեզի համար հոգ կտանի։ Եվ իմ Աստվածը թող համացան իր հարստության ցետ գարեկներ հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։ Իր հարստության համեմատ Աստված քեզի կհոգա։ Ամեն բանի գրնամ կարող է մնել ինձի Քրիստոսը որ ինձի կզորացնե իր միջոցով։ Քրիստոսով ամեն բան գրնա մնել։ Գնալա երբեմն չենք ընկալել լիովին, ինչ կնշանակի ամեն բան, անկասկած Աստծո օգնությունը եւ զորությունը երբ որ կխնդրենք անոր գամքին համապատասխան է, բայց շատ անգամ մենք նույնիսկ չենք խնդրել այն ինչը գիտենք որ կհամապատասխան անոր գամքին։ Ուրեմն Հակոբոս կսե, բայց չունիք, որովհետև չեք խնդրել։ Ուրեմն պետք է խնդրենք ամեն բան։ Երբեմն ես կխորին որ փերանս բանն առաջ ես պետք է Աստծո հետ խոսիմ նախ։ Դիմացին հետ ինչպես խոսիս։ Դուրս պիտի ելեմ, ուր պիտի երթամ, ինչ պիտի նեմ, որ ջամփայով պիտի երթամ։ Գիտեք որ Աստված քեզ ամեն բան կգրնա առաջնորդը, երբ որ ագանչդ եւ աչքդ բաց է իրեն մտի գնելու եւ իրեն լսելու։ Քեզ առաջնորդը եւ կտեսնաս որ շիդակ երբ որ աղոթեցիր, շիդակ տեղը հասար։ Մենք Աստծո գամքին ներդաշտանք, անոր գամքին համացայն է, որ գուզենք մեր կյանքը ապրի եւ անանք բաներ կխնդրենք։ Օրինակի համար, գիտես, որ Աստված ամեն կպատասխանե, երբ որ հարազատ կամ ընկերոջդ փրկության համար գաղոթես։ Մեր հավատքը
ուզենք որ քաչը լանք, Սուրբիր կգսե, աղոթեցեք որպեսզի քեզի քաչություն դա որ ձեր հավատքը գնաք ուրիշներու հետ բաժնեկցել։ Զորություն ունենաք հնազանդվել Աստծո բادرիրանքներուն։ Եփրայսի մեջ գսե։ Սեր անոնց հանդեպ ովքեր գադեն եւ վատ կվերապերվին մեզի հանդեպ։ Մատթեոսի մեջ գսե, չէ, գսե որ ձեր թշնամիները մի անիծեք, սիրեցեք, լավություն ըրեք անոնց որ ցեզի քեշություն գնեն։ Իմաստություն երբ մարտահրավերներու կփախվենք։ Հասկանալ Աստծո խոսքը, անոր ճշմարտությունը։ Վերջին երկու համարներն ալ գարտանք։ Բարևերեք բոլոր շուտերուն Հիսուս Քրիստոսով։ Ձեզի բարև գնային ինձ եկեղեցու եղբայրները։ Ձեզի բարև գնային բոլոր շուտերը, մանավանդ անոնք որ գայսրին ունեն յան։ Դեր Հիսուս Քրիստոսի շնորհքը ծերամերուն հետ լա։ Ամեն։ Այո։ Եվ ուրեմն հոս կսե որ բարևերեք բոլոր սուրբերուն Հիսուս Քրիստոսով։ Մեզի ինչ կգոչե Պողոս Արաքյալը, անոնք ովքեր Աստծո ջամփուն մեջ կգային սուրբ։ Հիմա մենք ասենք սուրբ ենք, մենք կխորենք որ չենք դեն ինչ տեսակ մեկը պետք է լանք։ Սուրբ, այսինքն Աստծո համար մեկ կողմ թրված։ Աստծո համար ծառայող։ Մեր այո, ասի են սուրբերը։ Եվ Պողոս Արաքյալը գսե որ մենք սուրբ ենք Աստծո աչքին առջևը։ Նվիրված աշխատողին համար հիանալի մխիթարություն է այն գիտակցումը, որ նույնիսկ Քրիստոս իր երկրային կյանքին ընթացքում ամեն օր կփնտրեր հորը անհրաժեշտ շնորհքի նոր բաշարներու համար եւ Աստծո հետ այս հաղորդակցությունն հետո անգերտար զորացնել եւ օրհնել ուրիշներուն։ Երբ որ գիտես որ Հիսուս հոս եղած այնը գաղոթեր, մեկ ժամ գսե գերտար, արդուն գանուխ գերտար լերը եւ գաղոթեր։ Ուրիշտեղ Գեթսեմանի բարում մեկ ժամ գսե որ աղոթեց, օրինակի համար։ Երբ որ գիտես որ Հիսուս աղոթեց, դու դա աղոթե։ Սխալ բանը չի գա։ Ինքը Հիսուսի օրինակին նայելով մենք աղոթենք։ Երբեմն գնասե որ աղոթքը ինչ է, ինչու համար պետք է նեմ։ Հիսուսի օրինակին է։ Աղոթե Աստծո հետ խոսիր, Աստծո հետ խոսիր։ Աստված գիտե մեր գարիքներն եւ գողոքը անոնց մասին։ Դերը քանձադուն ունի իր զավակներուն համար եւ գնա անոնց տալ այն, ինչի գարիք ունեն բոլոր հանգամանքներում։ Այդ դեպքում ինչու չենք վստահել իրեն։ Անթանկագին խոստումներ տված իր զավակներուն իր բادرիրանքներուն հավատարմորեն հնազանդվելու պայմանով։ Չգա փեր, որ ան չգրնա հեռացնել, խավար, որ չգրնա ցրել, թուլություն, որ չգրնա վերածել զորության, վախ, որ ան չգրնա հանգստացնել, արժանավոր ցկտում, որ ան չգրնա առաջնորդի եւ արդարացնել։ Այնցավը քույր մասա որ ես կաշխատեի, վերջը դեղ մկացի, որ չէի գնար աշխատել, բայց Աստված իմ ամեն բիդույքը շատ ավելի լավ լրացուց, քան թե աշխատած ադենս։ Ասի վկայություն մնե, գիտես Աստված քեզի կբահե։ Վերջացնելու համար մենք չպետք է նայենք ինքներս մեզ, որքան շատ կկենտրոնանանք մեր սեփական թերությունների վրա, այնքան քիչ ուժ կունենանք անոնք հաղթահարելու համար։ Բայց երբ որ մենք Աստծո վրա գնայինք, այնադեն է որ զորություն կուտա հաղթահարելու ամեն ինչ։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, դերը օրհնե իր խոսքին ընթերցանությունը եւ սերտողությունը մինչեւ հաջորդ հանդիպում։